մերժվածները։ Ներկայումս գնացքի մեջ եմ, գնում ենք Պոզնայն, որտեղից որ մեր թռիչքն է, 3 ժամից կհասնենք, այս անգամ մի քիչ բարդալինելու ինձ համար, քանի որ միայնակ չեմ, ոչ էլ 2 հոգով ենք, 5 հոգով ենք այս անգամ, մեր խմբից 2 հոգիներ առաջին անգամ են նստում ինքնաթիռ, իրենք մի քիչ վախենում են, բայց բոլորս լավ ենք տրամադրված, լավ անցնելու հաստատ։ Հիմա սպասում ենք մեր ճամպրուկին, վերցնելուց հետո պետք է գնենք ավտոբուսի Տոմս դեպի Բարսելոնա, որից հետո էլ ուղևորվենք մեր տուն։ Տոմսը գնել ենք դեպի Բարսելոնա 22 եվրո արժողությամբ, այնտեղից էլ կառնենք 5 օրվա Տոմս, որպեսզի ինչքան ուզում եք շրջագայենք Բարսելոնայով։ Հասանք, ձեզ համար room tour անեմ։ Սա մեր հյուրասենյակն է։ Ամենակարևորը, որ ունի պատշգամբ, առավոտյան այստեղ կարելի է սուրճ խմել, տեսեք։ Խոհանոց, սառնարան այստեղ, գազօջախ, լվացքի մեքենա, սա իմ սենյակն է լինելու, այստեղ կա երկրորդ սենյակ, այստեղ զուգարան բաղնիկ և երկրորդ սենյակը, այսինքն երրորդ սենյակը։ Բարի լույս, ժամը 10-ն է մեզ մոտ, մենք արդեն գտնվում ենք Սագրադա Ֆամիլիայի դիմաց, առաջի տպավորությունները են, որ վաու, այդ բառն եմ ասել, որովհետև շատ տպավորիչ է։ Ինչ էի կարողանում նկարահանել, որովհետև գիշերը 2-ին եմ քնել ու առավոտ 7-ին եմ արթնացել, հետո էլ մի քիչ մտավախություն ունեի, որովհետև Տոմսերը ուրիշ կայքով է արել, պաշտոնական կայքով չէի արել և այնտեղ ավելի էժան էր, մտածում էի չկարողանանք ներս մտնել, բայց իրականում ամեն ինչ լավ անցավ, ձեզ էլ խորհուրդ կտամ այդ կայքով առնեք, շատ մատչելի են Տոմսերը և նայել գնել եմ միանգամից դեպի աշտարակ, որ բարձրանանք։ Հիմա սպասում ենք, որպեսզի բարձրանանք աշտարակ բարձրանում են 4 հոգով, սպասում ենք մեր հերթին։ Que tiene que subir. Que no, que ya hemos llegado, que la... Ah, continúa la visita para abajo. Claro, es aquí, ¿eh? Y es para salir ya, ¿no? Es para bajar ya, claro. Տեսեք, աշտարակի իմաստը ինչումն է, բարձրանում ես գագաթը, բայց
Ամբողջ ժամանակ լինում ես աշտարակի ներսում։ Երևա քաղաք ամբողջ այդպիսի տեսարան չկա։ Ամբողջ ժամանակ լինում ես պատերի ներսում ու վերջում ու բոլոր ճանապարհները տանում են դեպի ներքև, այսինքն վերևից արդեն աստիճաններով իջնում ես ներքև, բայց տաճարի պատուհանից կարող ես նկարել, նայել։ Եթե ուզում եք նկարվեք, պետք է վերևում նկարվեք, որովհետև ամբողջ ժամանակ այսպես իջնում ենք աստիճաններով եւ կհայտնվենք ներքևում։ Հենց գլխավոր մուտքի մոտ կհայտնվենք։ Հիմա մի քիչ էլ այստեղ դուրսը կնկարահանվենք։ Այստեղ դիմացը փոքրիկ լճի նման տեղ է, այդտեղից ամբողջ Սագրադա Ֆամիլիան երևում է, այնտեղից շատ սիրուն նկարներ են, բայց ոնց տեսնում եմ շատ մարդ կա, պետք է ահագին հերթ կանգնենք։ Հիմա պտտացնեմ կամերան, տեսեք ինչքան մարդ կա։ Այն որ շոկ։ Ու դրա համար ասում պետք է առավոտուտ այստեղ գալ, որ դեռ քիչ են զբոսաշրջիկները։ Բայց շատ սոված ենք, հիմա գնում ենք ինչ-որ հաց ուտելու տեղ գտնենք ու հետո կշարունակենք մեր ճանապարհը։ Այստեղ շատ կան հաց ուտելու վայրեր, որ վճարում ես, չգիտեմ, 10 եվրո, 15 եվրո եւ անսահմանափակ կարող ես օգտվել տարբեր ուտեստներ փորձել։ Հիմա դրանցից մեկն էլ հիմա ենք գնում, ինտերնետով եմ գտել, տեսնենք լավը դուրս կգա թե չէ։ Այսօրվա այս հատվածը կարող ենք վերնագրել մերժվածները, որովհետև արդեն 3:30 է եւ այստեղ 3:30-ից 6:30 բոլոր խանութները հիմնականում ռեստորանները փակ են ու հիմա ինչ որտեղ ենք ման գալիս, որ կարողանանք հաց ուտենք, որովհետև գնացինք այնտեղ, ասացին արդեն խանութը փակ է եւ 6:30-ից նոր կբացվեն, կվերաբացվեն։ Հիմա ման ենք գալիս ինչ որ հաց ուտելու տեղ, որովհետև շտապում էինք, առավոտը պետքա դուրս գայինք, բան չենք հասցրել ուտենք։ Հիմա էլ մերժվածները գտել են բերուական ռեստորան, պատվիրել ենք արդեն ուտելիքը եւ սպասում ենք։ Հիմա գնում ենք գոթական թաղամաս, որը Բարսելոնայի պատմական մասի կենտրոնն է։
Մեր այսօրվա վերջնական կայարանը նավահանգիստն է այստեղի։ Վիետնամում է գտնվում Կոլոմբոսի հուշարձանը, այստեղ տեսնում եք։ Եվ նավահանգիստը։ Մեզ մոտ արդեն ժամը 8-ից է։ Մի քիչ այստեղ ման կգնանք տուն, որովհետև այլի մեզ ուժա պետք հավաքել վաղը նոր վայրեր բացահայտելու համար։ Օր երկրորդ։ Մեր այսօրվա առաջին կանգառը Բարգուելն է։ Մեր տոմսերը ժամը 12-ին, արդեն 12:30-ը։ Այնպես որ չգիտեմ, մեզ ներս կթողեն, թե ոչ, հիմա գնում ենք, բարձ ենք ներս կթողեն, թե ոչ, բայց եթե ներս չթողեն, տեղում դժվար կարողանանք տոմսերը գնել, քանի որ այս պարկի տոմսերը պետքա գնել նախորոք։ Տեսնում եք ինչքան է հերթը։ Այո, մենք ներսում ենք։ Թողեցին ժամ, ես մեծացրել էի QR կոդը, որ չտեսնեն ժամը, փոքրացրեց մի քիչ, որ եթե թողնելու չլիներ, չէր թողի, բայց ոչ մի բան չասեց, ուղղակի QR կոդը սկանարեց եւ ներս մտանք։ Այստեղ գալուց ունեցեք հարմարավետ կոշիկներ, ջուր, քանի որ հիմնականում արևի տակ եք լինում մեծամասամբ, բարձրանում եք աստիճաններով բլրի վրա, իջնում եք, այնպես որ հարմարավետ կոշիկները պարտադիր են, իսկ ջուրն էլ, քանի որ այստեղ ինչ որ խանութ կամ սրճարան չկա ներսում։ Քանի դեռ սպասում եմ բոլորին, մի քիչ բողոքեմ, երեք շատ ինտենսիվ զբոսանք էր, ես որ գնում եմ ինչ-որ ուրիշ երկիր, մաքսիմալ փորձում եմ, որ ամեն ինչ հասցնեմ, տեսնեմ։ Մի խոսքով երեք լավ անեկան 12 ժամ դրսում ենք եղել, մեզ հետ ճամփորդող երկու հոգին արդեն շատ ոչ թե դժգոհ էին, այլ փնթփնթում էին, որ շատ հոգնել են, այսօր էլ ինձ հարցրեցին այստեղ ենք մենակ գալու, թե ուրիշ ինչ-որ տեղել են գնալու, արդեն վախեցած, բայց իրականում ես շատ ինտենսիվ պլան ունեմ, ու թե ստեղից հետո էլի մինչև երեկո պլաններ ունեի կազմած, բայց երեկոյան քաղաք գնալը արդեն կրճատել եմ։ Բարսելոնայից դուրս երկու քաղաք էլ էի ուզում գնանք, բայց որ հիմա են այստեղ Բարսելոնայի ներսում են այսպես փնթփնթում, չեմ կարծում, որ այնտեղ կդիմանան։
պետքա հարմարվենք, պետքա նենց անենք, որ բոլորիս համար էլ հարմար լինի, բայց մյուս անգամ արդեն գիտեմ, որ իրանց հետ չեմ գնալու։ Գտնվում եմ Մոնժուիկ ամրոցի դիմաց, որը 17-րդ դարի կառույց է։ Մոնժուիկ միջնադարյան լատիներեն եւ կատալոներեն նշանակում է հրեական լեռ։ Բլրի վրա կա նաև հրեական գերեզմանատուն, որը 2007 թվականին հայտարարվել է ազգային հետաքրքրությունների մշակութային արժեք։ Okay, thank you. Have a nice Thank day. you. Okay. Ես արդեն ամրոցում եմ, վերցրեցի անվճար տոմս, հիշեք, այստեղ գալուց կիրակի օրերը ժամը 3-ից հետո անվճար են տոմսերը։ Ուղղակի պետքա տոմս վերցնեք պարտադիր, որովհետև առանց տոմսի ներս չեն թողնի մտնեք։